ԵԱՏՄ երկրներից Հայաստան, Ղազախստան, Ղրղստան և Բելառուս վարորդների համար Ռուսաստանում գտնվելու ժամկետի սահմանափակումները կարող են վերացվել։ Սպուտնիկ Արմենիային այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։ Այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր։ Նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել օրինակ Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։ ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինների հետ սերտ փոխգործակցությամբ աշխատանքներ են տարվում երկու ուղղությամբ։ Բազմակողմ ակտիվ համագործակցության շնորհիվ հաջողվել է առանձին վարորդների դեպքում մի շարք հարցեր լուծել օպերատիվ կարգով, ասվում է հաղորդագրության մեջ։ Հանձնաժողովից հայտնել են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը իրավիճակի մշտադիտարկում է իրականացնում ԵԱՏՄ-ի ներքին շուկայում առաջացող խնդիրները համակարգված լուծելու համար։